Շատ հակաիշխանական մարդիկ ասում են, դե լավ, բան չի փոխվելու, էլ իմաստ չկա այս գործընթացին մասնակցելու համար։ Մենք պնդում ենք հակառակը ու ասում ենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա տեղամաս, ու մեր կարծիքով պետք է գնա, որովհետև ուրիշ տարբերակ չկա, մերժես իշխանությանը, սա մնալու որևէ հնարավորություն չունի։ Այն բոլոր տարբերակները, որ իշխանություն չի հանձնի, չգիտեմ ինչ կանի, դա պարզապես հնարավոր չի։ Մենք սահմանադրական եղանակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տված քվեն կամ արտահայտությանը տեր են կանգնելու եւ այս իշխանության վերարտադրությունը կանխելու ենք։ Այո, մենք բոլոր տեղամասերում մեր քաղաքացիների քվեն պահելու ենք։ Իսկ այդ պարագայում, եթե մարդիկ գնան քվեարկության ու քվեարկեն, ո՞նց չի տալու իշխանությունը։ Մենք այսօր համընդհանուր մեր երկրում տեսնում ենք այդ վախի մթնոլորտը։ Այսինքն մի մասն էլ, որ իրոք ցանկություն ունի ներգրավի process-ների մեջ, մարդկանց վախեցնում են։ Հազարավոր մարդկանց վրա քրեական գործեր են կախել ու դրանով փորձում են ճնշել։ Այս շղթան պետք է կտրվի։ Սրանք այդքան վախենալու չեն։ Ընդհակառակը, սրանք պետք է վախենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Վերջապես սրանք հայրենիք են հանձնում։ 5000-ից ավել մարդկանց զոհվելու պատճառ են դարձ։ Սրանց գործունեության արդյունքում Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Հիմա սրանք պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վախենան, թե հակառակը։ Իրենք վախեցնեն քաղաքացիներին։ Հետևաբար ընտրությունով հնարավոր է փոխել, եթե մարդիկ գնան եւ մերժեն։ Իսկ դրա համար պետք է անել երկու բան։ Առաջինը գնալ տեղամաս եւ երկրորդը չքվեարկել։